Արտակ ջան, բարդ միացար, ախպեր ջան։ Արտակ ջան, ես գիտեմ, որ դու շատ մեր ինտոնանությամբ, տոնով կարողանում ես այնց հարցեր տաս, ախպեր ջան, որ վերջակետ դրվի։ Խնդրեմ, համեցեք։ Բարև պարոն Սուրենյան։ Հազար բարի։ Մենք փողոցում հանդիպել ենք Արտակ Սարգսյան, Քոչարի կուսակցության հիմնադիր Արթուր եղբայրներից մեկը։ Պարոն Սուրենյան, պատմաբան վերլուծաբան։ Պատմությունը երբևիցե ճշգրիտ գիտություն չեմ համարում։ Հիմա գանք վերլուծաբանին։ Մի հատ դեպք ասեք, որ դուք վերլուծել եք, նախքան կատարվելը ու ճշգրիտ կատարվելը։ Ուրեմն պատմությունը եթե ճշգրիտ գիտություն չեք համարում, դուք իմ հետ խնդիր չունեք, գիտության հետ խնդիր ունեք, ամենայն հարգանքով ձեր անձի հանդեպ, որտեղ պատմությունը ամենաճշգրիտ գիտական դիսցիպլիններից մեկն է։ Եթե դուք պատմական տարբեր աղբյուրների մեջ չեք կարողացել կողմնորոշվել, ոչինչ ձեզ այս ուժ ժամին օգնել չեմ կարող։ Սա առաջին, երկրորդը ինչ վերաբերում է իմ կանխատեսումների իրականությանը, տասնյակ դեպքեր կան, որ ես կանխատեսել եմ այնպես, միջև իրադարձություն, ինչպես է, օրինակ, 44 օրյա պատերազմից առաջ կանխատեսում էի, որ եթե Հայաստանը չգնա փոխզիջումների, չնայած մեր համար ցավոք փոխզիջումներ են դրանք, այնպես չի, որ ես հիացած եմ Լավրովի պլանով, բացեք 2018-20 թվականի մամուլը եւ իմ բազմաթիվ հրապարակումներ կտեսնեք, երբ որ ես ասում եմ, եթե այդ փոխզիջումային դաշտից մենք դուրս գանք, ունենալու ենք շատ կատաստրոֆիկ պատերազմ, կատաստրոֆիկ հետևանքներով։ Ցավոք սրտի արդարացել է սպասելիքներս։ Ցավոք սրտի կա։ Դա Լևոն Տեր-Պետրոսյանն էր։ Մի րոպե, դե դուք կարող եք ասում եմ դա իմ գնահատականն է, Լևոն Տեր-Պետրոսյանին կարող շատ հարգեմ, իդեպ շատ էլ հարգում եմ։ Բայց ես թութակ չեմ, որ որևէ մեկին կրկնեմ։ Կարող եմ մեկին հարգել, բայց իր դիրքորոշումը չկրկնել, վստահ եղեք։ Օրինակ ձեզ կարող եմ շատ հարգել, մենք շփվենք, կենցաղում, ընդհանրապես, որ ինչ-որ հարաբերություններ ունենանք, ընդ որում եթե ես ճիշտ հիշեցի, դուք երկու եղբայր եք, չէ՞։ Մենք շատ ենք, բայց երկուսն էր Սրբազանի կողքը։ Այո, այդ ճիշտ եմ հիշում։ Հիմա ասենք ձեզ եկաք կանգնեցիք Սրբազանի կողը, հետո ասենք ԿԳԲ-ն կամ ԱԱՑ-ն որոշեց շատ փնթի վարվել ձեր հետ, մոտավորապես մի դեպք հիշում եմ, չէ՞։ Հիմա կարող հազարատ վարկած լինի այդ դեպքի վերաբերյալ, ես հավատում եմ այն վարկածին, որ եթե դուք չգնայիք կանգնեիք Սրբազանի կողքը, այդ փնթի գործողությունը ձեր դեմ չէր լինի։ Հիմա մի հատ ուրիշ մարդ կարող այլ վարկածի հավատում։ Ուզում եմ ասել, ցանկացած գիտական դիսցիպլին ունենում է իր մեկ կամ մի քանի երկով հավասարումները։ Այս դեպքում պատմության մասով ձեր գնահատականները հարգում եմ, բայց չեմ ընդունում։ Իսկ մի օր առիթ կլինի կարող ենք տասնյակ ժամերով նստենք զրուցենք, ես ես ուղղակի ձեր ներկայությամբ Google-եմ եւ ցույց տամ իմ մի քանի կանխատեսումներ, բայց շատ ուրախ կլինեի, որ այդ կանխատեսումները իրականություն դարձած չլինեին։ Երջանիկ կլինեի, ավելի լավ վատ վերլուծաբան լինեի, բայց Արցախը կործանված չլիներ, պատերազմել տես ոչ հայանպաստ վերջաբան չունենար։ Լավ, վերլուծաբան եք, դուք էլ Սրբազանի կողքը եկաք, ձեզ էլ եմ տեսել ընտեղ, ինչու չվերլուծեցիք, որ այդ շարժումը գնում էր անկման, մի հատ էլ մեր ոտը սխմեիք, ասեիք ժողովուրդ ջան, այն բանի ոսկե ցլիկի պես Նաջարյանը փոշմանել է, ոնց չկարողացաք վերլուծել։ Ուրեմն դուք Սրբազանի հետ շփվում եք, հարգելի Արթուր, Սրբազանի հետ շփվում եք։ Չէ, չեմ շփվում։ Դե հիմա ես ինֆորմացիա կտամ, որը շատ հեշտ կարող եք ճշտել։ Շատ հեշտ։ Որտեղ Սրբազանի կողքը հաստատ մարդիկ կա, ընդ որում ես գիտեմ դուք ում ռեկոմենդացիայով եք հայտնվել Սրբազանի կողքին, էդ էլ գիտեմ։ Առիթ կլինի կհանդիպենք, խոսանք, ավելի լավ կլիներ այդ մարդը ձեզ խորհուրդ տար, որ Սրբազանի կողքին չհայտնվեք, բայց ինչև է, թողենք այդ։ Այդ որ ասում եմ, գիտեմ ում ռեկոմենդացիայով եք հանդիպել, այդ մարդուն ես շատ հարգում եմ, այնպես չի, որ չեմ։ Մարդը մեռած է, ում ռեկոմենդացիայով հայտնվել եմ, մեռած է վաղուց։ Լավ։ Ես կարող եմ անունը տամ, ով է ինձ ծանոթացրել Սրբազանի հետ։ Մի օր հանդիպենք։ Մի օր հանդիպենք, այլ բաներից եք խոսանք։ Հիմա ասում եք ինչու։
Խնդիր Ախպերիմ, եթերումս կարակ խոսացեք ինչի, հետո Հիմա դուք ասում եք խոսացեք։ ինչի չեմ կանխատեսել Սրբազանի պայքարի։ Ես մայիս 11-ին հայտնի հյուրանոցում, որտեղ ապրում էր Սրբազանը, երևի գիտեք, հանդիպել եմ Անին, դա Անին չէր, հրապարակի հետևի հյուրանոցն էր, սկզբնական մասի, այն ՄԱԿ-ի ներկայացության դիմացի հյուրանոցը։ Ամսի 11-ին շատ ուշ ժամի հանդիպել եմ Սրբազանի հետ, մի քանի ժամանոց հանդիպում եմ ունեցել, հանդիպմանը ներկա են եղել նաև Արթուր Սարգսյանը և Գառնիկ Դանելյանը։ Սիսյանցի, եկեք Արթուր Սարգսյան եղբայրս էլ է, Սիսյանցի Արթուր։ Սիսյանցի, պատգամավոր Արթուր Սարգսյանը։ Ուրեմն այդ մարդիկ հանդիպմանը ներկա են եղել, Գառնիկ հետ նույնիսկ ընկեր եմ, Արթուրի հետ շատ դրական հարաբերությունների դաշտում եմ, իրանցից էլ կարող եք ճշտել, ուրեմն հանդիպման ընթացքում Սրբազանին ասել եմ ինչ պիտի անես, եթե չես ուզում ձախողվես։ Ցավոք սրտի այդ հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ հետո համոզված եմ եղել, որ Սրբազանը գնում է ճիշտ հակառակ տրամաբանությամբ, հակասությունների մասին մեր իրան հայտնել եմ, Միջև հունիսի 12-ը արդեն որևէ կապ շարժման հետ չենք ունեցել, ուղղակի հունիսի 12-ին 12-ից առաջ դա չի հայտարարվել, թավենը մեկ պատճառով, Սրբազանը գիտի, որտեղ ես տեսնում եմ իշխանությունը ոնց է բորենու պես հարձակվում այդ շարժման անդամների վրա, բարոյական չի համարում, տարաձայնությունների մասին ավելի շուտ ասեմ, բայց հունիսի 6-ին թե 7-ին Մամուլի էլի գուգլելով շատ հեշտ կարող եք հայտնաբերել, ինձ հարցրել են շարժման ընթացքի մասին, ես ասել եմ, որ այս օրակարգով ինքը դատապարտված է ձախողում։ Ցավում եմ։ Հիմա բարոյական համարում, ասենք, որ մարդը ձեռք չունի, չեք զգուշացրել, քաղբանտարկյալներ կան, ինձ էլ Արտակ ներգրավել։ ջան, մի վարյան կներեք, մի վարյան հազարական կներեք, էլի, տեսեք, ես էլ պարոն Սուրինյաց, մի հատ չաթին ուշադիր նայեք։ Ես արդեն 2 տարից ավել այս եթերներն եմ անում։ Ես Սրբազանի պայքարի ժամանակ արել եմ հայտարարություն Պրյամոյ։ Ասել եմ, եթե իրանք եկան Երևան հասան, ընդամենը ու ժամկետներ եմ նշել, թե ինչքան ժամանակ հետո ցրվելու է այս ամեն ինչը, մեռնելու է։ Հիմա ժողովուրդը տագ է, այս 5 առօրքին ինձ լավ ճանաչում են։ Ես ասել եմ, այդպես բան դե չէ, վերլուծել եմ, այդպես ասել եմ։ Եղել է դենց, անգամ օրերով, ժամերով, ես ասել եմ ինչու համար է դա դենց ելնելու։ Ու ես զարմացել եմ ձեր նման մարդկանց, որ այդ ամեն ինչը չեք տեսել։ Ես չեմ հավատում, կներեք, որ դուք չեք կանխագուշակել, որ այդ ուժերը, որ գալիս են, սա ամեն ինչը հեչ ալնելու։ Գիրանցի պայքարը վերածեցիք։ Ես շատ պարզ ասեմ Սրբազանին ինչ եմ ասել։ Շատ պարզ, որը տարընթերցում չլինի։ Սեպտեմբերի 11-ի երեկոյան Սրբազանին առաջարկել եմ հանրավակում ուղիղ տեքստով հայտարարություն անի, որի շարժման ուսերի վրա նախկին նախագահները իշխանության չեն գալու։ Որովհետև նման հայտարարության պարագայում շարժումը միանգամայն այլ ընթացք ունենար։ Ես Բագրատ Սրբազանի շատ երկար եմ ճանաչում, մի 6, 7, 8 տարի, չթաքցնեմ իր այդ շատ մտերիմ ընկերություններ եմ արել, եւ այլ ինքը որպես մարդ իմ համար օտար չի, ես ցավում եմ, որ ինքը քաղաքական մարդ չէր, չընկալեց իմ ու այլ մարդկանց այդ կարգի խորհուրդը, այդ հայտարարությունը չնչեցրեց, ճիշտ հակառակը գնաց լրիվ հակառակ տրամաբանություն։ Լավ, վերջի հարցս է տամ, հիմա պարոն Փաշինյանը հայտարարում է, որ Արցախի հարցը լուծված է, նույն դիրքորոշումը դուք ունեք, ստեղ օպոզիցիան որտեղ է երևում։ Այսինքն իմ ու Փաշինյանի տարբերությունը չեք տենում։ Ես ասում եմ Փաշինյանը հուդայի պես, ասում եմ Փաշինյանը հուդայի պես կործանել է Արցախը, եթե ինձ հարցնել ունեք, Փաշինյանը մի հատ տեղ ունի այս երկրում, դա Նայիրի Ունանյանի խուցն է։ Ես այդ մասին բացահայտ եմ ասում, մի րոպե։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը կարող էր չկործանել Արցախ, ինքը մտածված գնացել է կործանել Արցախը։ Ինքը կործանել է Արցախը։ Ես ցավոք սրտի, ընդամենը որպես փաստ ազդարարում եմ, որ այդ խնդիրը փակված է։ Նույն հարթության մեջ դիտարկել է սխալ է հիմա 1000 ինքն է ասում փակված է։ Այսինքն նույն բանը չի ասում, ասում եմ ստեղ օպոզիցիա։ լսեք,
Լսեք, էլի եմ ես օպոզիցիայի, որտեղ միանգամայն այլ պատկերացումներ ունեմ իր մասին։ Արտաքին քաղաքականության ու բազմաթիվ հարցերի։ Այսինքն դուք տունը այրողի եւ այդ այրման փաստը նկատողի մեջ տարբերություն, եթե չեք տեսնում, ի՞նչ անեմ ես։ Արցախը կործանողի անունը Նիկոլ Փաշինյանն է։ Ես ու բազմաթիվ այլ մարդիկ ցավով արձանագրում ենք, որ այդ էջը փակել է այդ մարդը կամ կործանել է Արցախը։ Ես հիմի մի հատ ձեր ընկերոջ պահի հարց տամ, երրորդ նախագահի մասին, ձեր ընկերն է ոնց հասկացա, իր այդ շփվում է։ Երրորդ նախագահը իմ ընկերը չի։ Մի հատ հարց կդամ, դուք իրան այդ հարցը տվեք, էլի ինքը որ ելել էր ասում է։ Նա իմ ընկերը չի, մի հատ եկեք ֆիքսենք։ Լավ, դուք որ իր այդ հանդիպեցիք, կարաք մի հատ հարց տաք իրան մեր կողմից։ Իհարկե կարող եմ տալ։ Մի հատ հարց տվեք, էլի, եթե ինքը այն ժամանակ որ ասում էր, եկել են որ Արցախը տան, եկել են որ Արցախը տան, եկել են Արցախը տալու, մի կարեք։ Ինչը ինքը հելավ հայտարարեց, որ Նիկոլը ճիշտ էր, ես սխալ։ Թող եթե ինքը այդքան ամեն ինչը գիտեր, թող մեռնելու ճանապարհով է գնար, այն որ ասում էր ես իմ գլխից կխփեի։ Այդ ճանապարհով գնար Նիկոլին հրադաներ։ Ես չեմ հավատում, որ իրանք իրար հետ կապված չեն, չեմ հավատում։ Ուրեմն դուք ոնց որ անեցանեք, որ գայթակղությանը չդիմանա մի շոր բաներ բացահայտեմ, բայց ես փորձառու եմ իզից այդքան ես չեք կարա բաներ կորցեք։ Ես չեմ կորզում, ցավը տանեմ, մենք նստած ենք տնական, դուք եթե բան եք պահում մեզանից, ուրեմն հալալնի ձեզ, ինչ ասեմ։ Չէ, բան չեմ պահում, ուրեմն ասեմ, բանը, ուրեմն արձանագրեմ, որ երեք նախագահներից որևէ մեկը իմ ընկերը չի, բայց ես շատ որոշակի չթաքցվող հարգանք եւ ակնարցանք ունեմ առաջին նախագահի հետ, երկրորդ նախագահի հետ մշտապես ունեցել եմ խնդիրներ, չնայած անձնականը երբեք առաջի պլան չեմ դնում, երրորդ նախագահի հետ ունեմ շատ լոյալ հարաբերություններ, բայց ընկերական հարաբերությունների մասին խոսք լինել չի կարող լինել։ Հիմա ինչու էր արձանագրում Նիկոլը ճիշտ էր, ես սխալ, Կարեն Կարապետյանին ինչ-որ խողովակով հյուր կանչեք, Կարեն Կարապետյանին այդ հարցը տվեք և ճիշտ պատասխանը կստանաք այդ հարցի, ես իրավունք չեմ վերապահում ինձ, կոնֆիդենցիալ ինֆորմացիան հրապարակեմ ինձ չառնչվող կոնֆիդենցիալ ինֆորմացիան ես հրապարակեմ։ Դուք արդեն ասեցիք, որ իրանք կապված են ոչ թե Սերժ հետ, այլ Կարեն Կարապետյանը։ Ես միանշանակ ասում եմ, որ այդ ձևակերպումը կապված ավելի շատ Կարեն Կարապետյանի հետ, ինչ-որ խողովակով իրենք կանչեք հարցազրույցի կամ նման դիսկուրսի և կարծում եմ այդ հարցի պատասխանը կստանաք։ Ես կփորձեմ այդ, ես ունեմ ընդհանուր ծանոթներ, որպեսզի կարողանամ հրավիրեմ, բայց ես մի հատ խնդրանք էլ էր, քանի որ դուք Սրբազանի հետ, Գալստանյանի հետ, սենց ասեմ, եթե քաղաքական գործիչ ես նայում, ինքը չի կարող լինի Սրբազանի համար։ Եթե իր այդ ծանոթ եք, ես իրան եմ մեծ հաճույքով, այսօր Սրբազան Աջապալյանին եմ ասել համաձայնվել, շուտով բան կանեմ, դրա մասին կասեմ։ Եթե կարա ինքը մեր մոտ հյուր լինի, խնդրեմ, եթե դուք ունեք կապեր, իրան մի հատ հարցրեք, կգա մեր մոտ։ Սրբազանի հետ չեմ շփվում, բայց ես խոստանում եմ իր մերձավոր շրջապատին ձեր խնդրանքը փոխանցել։ Շատ լավ, շնորհակալություն, խնդրեմ Արամ ջան։ Ես ուզում եմ մի քիչ ես տակ։ Արտակ Սարգսյանով կներեք։ Ներքևը նստած է։ Հիմա ձեզի հարց կտակ իմանաք ով է։ Կներեք։ Դիրքորոշումը ի՞նչ է։ Արջան, հարցը վերջնական ՄԽԽՊ-ի ու մենք պարոն Սունինյանցին այնքան է ինձ դզում սենց եթերները չեք պատկերացնում։ Ինձ էլ պատկերացրեք շատ հաճելի եթերեր։ Խնդրեմ Արտակ ջան։ Պարոն Սուրենյան ջան, Արցախի հարցով թույլ տվեք իմ անհամաձայնությունը հայտնել, երևի ավելի շատ ռազմական գիտելիքներ ունեմ, չեմ զլանա ասել, որ երբ որ ասում էի Սուդանը պետք է երկու մաս լինի, նույնիսկ տեղացի ժողովուրդը ինձ չէր հավատում։ Հիմա ասենք, դուք գիտեք, որ Նախիջևանը դատարկվում է։ Ադրբեջանցիները դուրս են գալիս Նախիջևանից։ Հատուկ վիճակագրության չեմ տիրապետի, չխապեմ։ Չեմ տիրապետում։ Լավ, համաձայն եք, որ Արցախը կարելի է վարձկաններով հետ գրավել։
Առանց հայ զինվորի արյուն։ Չէ, հնարավոր չեմ համարում դա։ Պատճառը կասեք։ Տարբեր պատճառներ կան, այդ շատ ավելի վատ տարբերակ կլինի, որտեղ կստացվի, որ մենք մեր ազգային օրակարգերը հետապնդում ենք ոչ թե պետության միջոցով, այլ ինչ-որ վարձկանների վրա ենք հույս դրել, որի հաջողության հեռանկարին ես շատ քիչ եմ հավատում։ Դե վարձկանները մի քանի ձև են լինում, լավ, դա առանձին կզրուցենք։ Այդ մոտեցումների ու փիլիսոփայության տարբերություն կա մեր մեջ, էլի։ Ոչ թե ձեր դիրքորոշման հետ շտամաբար եմ տրամադրված, այլ մեր տարբերությունները շատ մեծ է մեր մոտեցումների։ Լավ, այդ տարբերությունները ինձ թվում է տեսնենք, խոսենք։ Արսեն ջան, Միկրոֆոնը Արսեն։ Ես էլ հա ձեր հետ համաձայնում չեմ, համաձայնում ասում են չեն արձագանքում։ Վերջին հարցն եմ տալիս կարճ։ Ահա։ Կարճ։ Ու վերջացնում ենք, ձեր շնորհակալություն հայտնենք